Եթե ամբողջացնեմ եւ ընդհանրացնեմ երեք ուժերի փոխազդեցության հայեցակարգը, դա այսպիսի տեսք ունի, եռաչափ տեսք ունի, որ ներքին ուժերը դա մեր ներքին բնությունն է, արտաքին ուժերը մեր աշխարհն է, արտաքին աշխարհն է, հոգևոր ուժերը մեր ճանապարհն է դեպի իմաստ, այսպես ընդհանրացնենք, եւ այդ երեքը դառնում են մեկ ամբողջականություն եւ ձգտում են դեպի դրականը, դառնում են իրենց սեփական, մարդը դառնում է իր սեփական ճակատագրի ինժեներ, իսկ երբ դրանք կոնֆլիկտի մեջ են, մարդը հայտնվում է դիսբալանսի մեջ, զարգացման դիսբալանսի մեջ։ Մի փոքր, եթե էլի այսպես ընդհանրացնենք, որոնք են ներքին ուժերը, դա ասացի բնավորությունն է մարդու, խառնվածքը, սեռադարային, ազգային ինքնության գիտակցությունը, ֆիզիոլոգիական, հոգեբանական առանձնահատկությունները, որոնց մասին արդեն խոսեցի, եւ դրանք արտահայտվում են տարբեր կերպեր, մենք ունենք տարբեր առանձնահատկություններ, հատկանիշներ, ֆիզիոլոգիական, բնավորության եւ այլն, խառնվածքային հատկանիշներ, սեռային հատկանիշներ, որոնցով մեկս մյուսից տարբերվում ենք եւ նաեւ ունենք ընդհանուր հատկանիշներ իրար հետ, օրինակ ասենք կանացի հատկանիշներ, տղամարդկային հատկանիշներ կամ հայեցի հատկանիշներ կամ հրեայի հատկանիշներ կամ այսպես ասած ռուսի հատկանիշներ, դրանք բոլորը իրար ազգային ստեղծում են ազգի ներքին պոտենցիալը, ներքին ուժը։ Արտաքին ուժերը արդեն ասացի, դրանք այն ուժերն են, որոնք մեզ շրջապատում են սկսած ավելի նեղ միջավայրից դեպի ավելի լայն միջավայր, եւ եթե վերցնենք անձի տեսանկյունից, դա ընտանիքն է, հասարակությունը եւ մնացած բոլոր գործոններից, եթե վերցնենք ազգի տեսանկյունից, արդեն ազգը որպես աշխարհագրական կամ ֆիզիկական համակարգ, ինքը էլի ունի արտաքին միավորներ, որոնց շրջանակներում կարող ենք դիտել հարևան պետությունները, հարևան երկրները, աշխարհագրական դիրքը կարող է ազդել, ռեսուրսները բնական կարող են ազդել եւ այլն։ Եվ հոգևոր ուժը դա այն գոյապայքարի իմաստի ուժն է, որը եւ անձին եւ ազգին տալիս է ապրելու ներքին մղում եւ զարգացման էներգիա, որը տանում է դեպի նաեւ պայքար, դեպի այսպես զարգացում, ձևավորում եւ այլն։ Այդ ուժերի փոխազդեցությունը այս սխեմայի մեջ ես շատ ավելի այսպես փորձել եմ ինժեներական կոնստրուկտով ցույց տալ, դրանք սիներգետիկ փոխազդեցություններ են, բայց միևնույն ժամանակ հոգեբանորեն դրանք կարող են շատ հետաքրքիր ձևի իրար փոխազդել եւ ստեղծել մարդու կամ ազգի զարգացման մշտական շարժվող այսպես դինամիկ համակարգ։ Եվ հիմա ես կփորձեմ ուղղակի այդ ամենը ներկայացնել նաև մի փոքրիկ ֆիլմի տեսքով եւ այդ ֆիլմի մեջ նաև բացատրել ինչ ասել է ներդաշնակության մանկավարժություն, որը շատ կարեւոր եմ համարում թե անձի, թե ազգային դաստիարակության առումով եւ նոր դրանից հետո մենք կշարունակենք մեր զրույցը արդեն շատ ավելի կոնկրետ թեմաներով։ Կյանքը սկսվում է լռությունից։ Այդ լռության մեջ ծնվում է առաջին շողը, ներքին ուժը։ Նա է, որ բաբախում է սրտի խորքում, արթնացնում մարմինը եւ հոգին։ Ներքին ուժը մեր բնածին հզորությունն է, ապրելու, ճանաչելու եւ ձևավորելու մղումը։ Ներքին ուժը պահպանում է հավասարակշռությունը։ Այն հիշեցնում է կյանքի մասին, երբ աշխարհը դեռ լուռ է։ Այդ ուժն է դառնում անձի կենտրոնը, ինքնաճանաչման սկիզբը։ Երբ մարդը լույս աշխարհ է գալիս, նա հայտնվում է արտաքին աշխարհի հոսքի մեջ։ Ծնողներ, բնություն, դպրոց, տեխնոլոգիաներ, մուլտֆիլմեր ու ձայներ, այդ ամենը ազդում է երեխայի վրա, սովորեցնում ճանաչել, տարբերել եւ ընտրել։ Երեխան մեծանում է, սովորում դիմանալ ազդակներին, ձևավորելով իր ներքին ուժը։
Այդ ուժը նրա ռեսուրսն է, հոգևոր հիմքը, որն օգնում է դիմակայել, պաշտպանվել, երբ արտաքին աշխարհը փորձում է կլանել, քանդել եւ խլել ազատությունն ու ինքնությունը։ Եվ հենց այդ պահին է, որ հոգևոր ուժը հիշեցնում է, որ նա կա եւ ունի իր առաքելությունը։ Այն բացում է ճանապարհ դեպի ինքն իրեն, դեպի հոգու ուժը, որը վերածնում է մարդուն։ Հոգու էներգիան ծնվում է սրտից, անցնում ուղեղի ճակատային կեղևով եւ միանում տիեզերքին։ Սա է վեհը, անանցը, արժեքը, բարոյականը, որով մարդը դառնում է անձ։ Այստեղ նա զգում է, որ միտքը այլևս սահման չունի։ Նա միանում է ամբողջությանը, հասկանալով, որ իր ազատությունը տիեզերական է, սիրո ուժի մեջ։ Հոգևոր մարդը չի քարոզում լույսը, նա պարզապես ապրում է իր կոչման մեջ։ Նա արարում է բարիք եւ նրա ներկայությունը փոխում է միջավայրը։ Նա լռությամբ սովորեցնում է, ինչպես ապրել այնպես, որ լույսը չմարի ուրիշի աչքերում։ Երբ մարդը գործում է սիրով, նա դառնում է աշխարհի վերականգնող էներգիայի մասնիկ։ Ներդաշնակության մանկավարժությունը գիտություն է, որը բացահայտում է այս կապը՝ մարդուց դեպի տիեզերք, իսկ տիեզերքից դեպի մարդ։ Երեք ուժերը՝ ներքին, արտաքին եւ հոգևոր, միավորվում են նրա մեջ, դառնալով հավասարակշռություն։ Եվ հենց այդ հավասարակշռության մեջ է ծնվում ներդաշնակությունը։ Ուսուցիչը նա չէ, ով պարզապես փոխանցում է գիտելիք։ Նա արտացնում է անձի ներքին ուժը, այն կայծը, որ պիտի դառնա հոգու ուժ, ապրելու եւ արարելու համար։ Ներդաշնակության մանկավարժությունը հավատ է մարդուն որպես լույսի աղբյուրի, նրա արարչագործական առաքելության հանդեպ։ Եվ ամեն անգամ, երբ ուսուցիչը կարողանում է հասնել նրան, որ երեխան հասկանում է իր արժեքը, աշխարհում ծագում է մի նոր լույսի աղբյուր։ Մի քիչ նեղ անձնային օրինակները ցանկանայի իհարկե հասցնել ազգայինի հետ կապել, բայց հուսով եմ, որ կոնտեքստը հասկանալի է։ Այն ուժերը, որոնք իրապես ստեղծում են անձին եւ ձևավորում են նրա արժեհամակարգը, դարձնելով նրան բարձրագույն էակ հոգևոր մարդ, այդ նույն ուժերը կարող են ազգը դարձնել բարձրագույն արժեքներ կրող ազգ։ Անկեղծ ասած, իմ խոհերի մեջ շատ անգամ եմ հարցրել, ինչու համար են հայերը եւ հրեաները մշտապես ենթարկվում այն ազգակործան, շարժումներին, որոնք որ պատմության մեջ մենք տեսնում ենք, ինչու հենց հայերը եւ հրեաները։ Եվ ինչն է խնդիրը, որ այսօր հրեաները եւ հայերը երևի թե աշխարհում ամենաշատ սփռված ազգն են, ազգային տեսակն են, չնայած մյուս ազգերն էլ շատ, եւ այսօր գենոլոգիական գիտական ձեռքբերումները մեզ հնարավորություն են տալիս բացահայտելու բոլորի ազգային պատկանելությունը, թե որքան խառն է այսօր մարդկության գենետիկան եւ որքան հազվադեպ են այսօր մաքուր ազգային տեսակները, բայց ազգային մտածողությունը ինքը ինստինկտյան չի վերանում եւ մնում է գերակա, եւ շատ ազգեր անընդհատ փորձում են իրենց առավելությունը մյուսի նկատմամբ դիտարկելով նսեմացնել մյուս ազգերին, տիրել, ղեկավարել, իշխել եւ այլն, բայց մենք տեսնում ենք այսօր ամենամեծ շարժումը դերը կատարում է մի երկիր, որտեղ ամենաշատն են ազգային տարբեր խառնուրդները, որը ստեղծվել է ոչ թե ազգային հիմքի վրա, այլ ազգերի ներկայացուցիչների, այսպես հավաքական կերպարի հիման վրա, հավաքականության հիման վրա, եւ որը ստեղծել է մի նոր քաղաքակրթություն, կարելի է ասել, եւ այդ քաղաքակրթությունը այսօր մուտք է գործում մյուս բոլոր երկրներ, որոնք ունեն ինչ-որտեղ ազգային հենք, եւ այստեղ մենք արդեն պետք է հասկանանք, ով ենք մենք որպես ազգ,
ինչով ենք մենք տարբերվում, արդյոք այդ տենդենսները մեզ կուլ կտան, թե մենք կարողանանք պահպանել մեր ազգայինը, պահպանել դա ինչպես պահպանել, հա, լինելով դրսում, լինելով հենց Հայաստանում, արդյոք մեզ այդ գետերը այսպես կտանեն, հա, գլոբալիզացիայի գետերը մեզ կտանեն, թե մենք կկարողանանք պահպանել մեր ազգային ինքնությունը կամ որն է այդ ազգային ինքնությունը, որ մենք ձգտում ենք պահպանել, հա։ Այս հարցերի շրջանակում է, որ ուզում եմ խոսել, շարունակել մեր զրույցը եւ հասնել որոշակի ընկալման, հա, թե մենք ինչ ունենք առհասարակ, ինչ կարող ենք կորցնել եւ ինչ կարող ենք ձեռք բերել խորը արժևորելով ազգ, ազգային արժեհամակարգ, ազգային ինքնություն, ազգային ինքնագիտակցություն հասկացությունները։ Պետք է դա մեզ արդյոք, թե ավելի լավ է ձուլվել համընդհանուրի մեջ, կորցնելով ազգային ինքնությունը, բայց ձեռք բերելով այսպես համընդհանուր, համամարտկային ինչ-որ կերպար։ Հնարավոր է դա արդյոք, թե ոչ։ Այս հարցերի շուրջ կշարունակենք մեր զրույցը։